Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին փոխնախարար հարցերի ժամանակը չհերիքեց, ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել նաև Դիլիջանի թունելի լուսավորության հետ կապված, ամեն անգամ այդ կողմերով անցնելուց մեր բազմաթիվ հայրենակիցներ նաև այդ խնդիրն են արձանագրում, վատ տեսանելիության պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներ են լինում եւ ես հուսով եմ, որ նոր կառուցվող թունելների պարագայում լուսավորությունը եւ նաեւ ճանապարհային նշանները շատ ավելի պատշաճ կլինեն եւ հիմա հարցս նաեւ ընդունեք որպես իգիտություն ի վերջո կարծում եմ, որ այդքան մեծ բարդություն չպիտի իր մեջ ներառի, որ գոնե լուսավորության աշխատանքը պատշաճ ձևով կազմակերպվի եւ խնդիրներ չառաջանան, իմ նաեւ հաջորդ դիտարկումը այն է, որ որոշ անբարեխիղճ նաեւ տնտեսվարողներ, որոնք որ իրականացնում են ասֆալտապատման աշխատանքներ, պետքա շատ խիստ պատժի արժանանան եւ անորակ աշխատանքի պարագայում իրենք պիտի պատասխանատվություն կրեն, այդ նկատողությունները բավարար չեն եւ կարծում եմ խիստ ֆինանսական պատժի պիտի արժանանան, որ եւ նաեւ հաջորդ տենդերներին մասնակցելու դեպքում իրենք նաեւ 1-2 եթե անորակ ասֆալտ են իրականացնում, նաեւ զրկեն իրենց մասնակցությունից եւ երկրորդ իմ նաեւ դիտարկում է բազմաթիվ անգամներ այդ խնդիրը բարձրացրել եմ ճանապարհային դեպարտամենտը պետք է շատ խիստ միջոցներ կիրառի նաև այն կազմակերպությունները, որոնք որ ճանապարհի սպասարկման աշխատանքներն են իրականացնում եւ այդ առումով էլի բավականին խնդրահարույց խնդիրներ կան ոչ միայն ձմեռվա շրջանում, այլ նաև պարտավորությունն են այդ ճանապարհը սպասարկելու եւ ժամանակը չի հերիքում այդ թերությունները նշեմ, բայց այդ ուղղությամբ էլ նորից էլի աշխատանքներ կան անելու